Վարպետ Միշան 60 տարեկան է, կյանքի կեսն անցկացրել շինարարության ոլորտում։ Տարբեր կառույցներ են անցել ձեռքի տակով։ Այսօր գլուխը հպարտության բարձր պահած է շատ շենքերի մոտով քայլում վարպետը։ Աշխատել եմ 30-ից 40 տարի շինարարության վրա, երկար տարիներ, այո։ Լավ կիրպիչնիկ եմ, լավ սավաղջի եմ։ Ինչ եմ, շինարարության մեջ ինչ գործ կա, այն էլ անում եմ։ Մի քանի անգամ մեկնել է արտագնահաշխատանքի։ Դրսում որակյալ մասնագետի կարիք շատ է զգացվում, ասում է Միշա պապիկը, բայց արդեն հասակն առել ու գերադասում է հայրենի քաղաքում ապրելու արարել։ Փող տանք, обеспечительные, դուք ինչ եմ կանում, իմ ընտանիքի վրա ավելի լավ չէ։ Տղամարդու գործ է։ Ես օրինակ սիրեմ ես գործը, իմ արեստը սիրեմ գը։ Իսկական շինարարը պիտի քարի լեզուն հասկանա, համոզված են մասնագետները։ Վարպետների քաղաք համարվող Գյումրիում վարպետ շինարարների պակաս չի զգացվում, սակայն նրանց գործն ըստ արժանվույն գնահատել է պետք։ Գյումրեցի շինարարների հորդորն է սա։ Ալեքսանդր Արուշանյանը 40 տարի է այս բնագավառում է։ Աշխակի, այնուհետ ավագ աշխակի պաշտոնը բարդ ու պատասխանատու գործ է համարում։ Կազմում է աշխատանքային հստակ գրաֆիկ, հետևում է աշխատանքի որակին եւ ամենակարևորը հսկում է, որ նախագծային ու կառուցվածքային շեղումներ թույլ չտրվեն։ Կառույցներ տարբեր են եղել, եւ եղել են բնակելի շենքեր, եւ հասարակական օբյեկտներ, եւ մասնավոր անձանց կազմակերպված այդ կառույցներին մասնակցել։ Թեև տարեցտարի գիտության ու տեխնիկայի զարգացմանը զուգընթաց կարծես ավելի է հեշտանում շինարարություն ասված գործընթացը, սակայն այս մասնագիտությանը մշտապես պետք է լուրջ ու պատասխանատու վերաբերվել։ Յուրաքանչյուր ժամանակաշրջանում այն յուրատեսակ մոտեցում է պահանջում, ասում է վարպետ Ալիկը։ Յուրաքանչյուր տարաշրջան ունեցել է իր կառույցները, որով մենք այսօր հբարտանում ենք, մեկս մյուսին նախանձում ենք ինչ-որ տեղ, թե ինչպես կարող էին այն նրանք կառուցել։ Հիշեք Քիովսի բուրգերի կառույցը, հիշեք այսօրվա կառույցը, ինչ է կատարում, տարբերությունը, տեխնիկայի հետ կապված հարցերը։ Կյանքն ինչքան էլ առաջ ընթանա եւ տեխնիկան զարգանա, միևնույն է յուրաքանչյուր ժամանակաշրջան իր պահանջն ունի։ Կյանքի ցանկացած փուլում շինարարը պարտավոր է այնպիսի արժեքներ ստեղծել, ապագա սերունդները շարունակեն հպարտանալ հայ շինարարի ու ճարտարապետի ստեղծագործություններով, պատգամում է վարպետ Ալիկն ու ավելացնում. ամեն աշխատանք շինարարի հոգևոր զավակն է, մտքի ծնունդն ու երևակայության թռիչքը։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։